Ծնողը իր երեխային ասում է. «Կյանքում չտեսնես, որ ես քեզանից ներողություն խնդրեմ»։ Նախ պարզենք ինչ է նշանակում ներողություն ասելը։ Ներողություն նշանակում է, որ ես այնքան գիտակից եմ, որ հասկացել եմ իմ սխալը։ 2. Այնքան հզոր եմ, որ կարողանում եմ արտահայտվեմ դրա մասին։ Մարդիկ կան հասկանում են իրենց սխալը, բայց այդ ուժը իրենց մեջ չեն գտնում, որ արտահայտվեն։ Ով չի սխալվում։ Կյանքը հենց դա է։ Սխալվում ենք, հասկանում ենք, սովորում ենք եւ աճում ենք։ Կյանքի դժվարություններին հանդիպում ենք, ճանապարհը գտնում ենք եւ աճում ենք։ Դա կոչվում է կյանք։ Հետո ասենք, երբ որ գործի տեղում կամ ասենք բարեկամների մոտ մենք սխալվում ենք, հանգիստ ասում ենք I'm sorry, սխալվել եմ, կամ ասենք մեր սուպերվայզերին ասում ենք sorry, ուշացել եմ, վաղ ժամանակին կգամ, արդյոք մեր երեխան արժանի չի դրան։ Ինչի են կարծում, որ ուրիշի ներողություն ասելը պարտականություն է, բայց մեր երեխան կարևոր չի։ Երեխայի ներողություն ասելը նախ իրեն սովորեցնում ենք, որ վիրավորական վարքագիծը ընդունելի չի, եւ եթե երեխան իր ծնողից չսովորի, ումից պիտի սովորի։ Ամենալավ ծնողը պիտի առիթների ման գա, որ երեխային անտեղի էլ մինչև անգամ ներողություն ասենք, մինչև ինքը սովորի։ Ասենք երեխան գալիս է ասում, դու այս գործը իմ դիմաց արել ես։ Ասենք ես այդ մտքով չեմ արել, կամ ասենք ես զգում եմ, որ ինքը սխալ ձևով է հասկացել, դեռ ես որպես ծնող այդ առիթից պիտի օգտվեմ ու ասեմ, որ ներողություն եմ խնդրում, եթե ես այդ զգացմունքը քեզ տվել եմ, եւ։ Ուրեմն մեկը որ ասում է, ես իմ երեխայից կյանքում ներողություն չեմ խնդրի, պատճառը դա է, որ իր ծնողը երբեք իրեն ներողություն չի ասել։ Փորձենք մենք հայ ծնողներս կոտրենք այդ սայքլը եւ փոխենք ինչ որ դարերից մեր մեջ եկել է, էդի կոտրենք հիմա եւ ընդունենք նորը։ Ներողություն ասելը իմաստության եւ հզորության նշան է։